Հրապարակը գրում է արդեն 2 շաբաթ է քաղ պայմանագիրը վարչության նիստ չի անում, սովորաբար կուսակցության ղեկավարը մարմնի վարչության նիստերը տեղի էին ունենում ամեն 3 շաբթի, որից հետո կուսակցության ու վարչապետի էջերով տարածվում էին հայտարարություններ, ոչ նախորդ շաբաթ, ոչ նախորդին, ոչինչ տեղի չի ունեցել։ ՔՊ-ից ոչ պաշտոնական հայտնել են, թե քվորումի խնդրով պայմանավորված նիստեր չեն արվում, վարչության անդամների մեծ մասը բացակայում է երկրից, գործուղումների անվան տակ Ոյաժների մեջ են, բայց թիմում ոմանք չեն բացառում, որ Փաշինյանը այժմ քննարկելու բան չունի իրենց հետ, հատկապես որ դեռ ինքն էլ չի կողմնորոշվում, ինչ անել մայիսի 9-ին Արևմուտքը բացահայտ շանտաժ է անում, որ մեծ հայրենականի հաղթանակի 80-ամյակի տոնահանդեսին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն։ Մյուս կողմից Ռուսաստանն է սկսել հետևողականորեն զբաղվել Հայաստանով ու եթե Փաշինյանը չմեկնի Մոսկվա, կարող են նրան պատժել։ Ռուսաստանը արդեն հաստատել է Հայաստանի մասնակցության մասին, ինչպես նաև հայտարարել, որ ակնկալում է Հայաստանից նույնպես մի ռազմական ստորաբաժանում կմասնակցի շքերթին, ինչպես Ադրբեջանի դեպքում է, որպես հաղթանակը կերտած հանրապետություն։ Ժողովուրդը գրում է մայիսի 9-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կմասնակցեն տոնական զորահանդեսին, սակայն Փաշինյանի այցի մանրամասները գաղտնի են պահվում դեռ մարտի 14-ին։ Թերթը Նիկոլ Փաշինյանի ու Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո, երբ Կրեմլը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը ու մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա, հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ մանրամասներ խնդրելով այցելության հանդիպումների մասին։ Աշխատակազմից հարցմաննի պատասխան փոխանցել են, որ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ վարչապետի աշխատակազմը ժամանակին ու պատշաճ տեղեկատվություն տրամադրում է։ Ըստ թերթի տեղեկությունների, Փաշինյանը պատրաստվում է գիշերել Մոսկվայում, հետնաբեմում փորձելու է արտաքին քաղաքական հարցեր լուծել, մասնավորապես Մոսկվայի վստահությունը նորից շահել, գրում է ժողովուրդը։ Հրապարակում էլ կարդում ենք շաբաթ օրը Սյունիքի մարզի Գորիս համայնքում Սյունիքի մարզպետի գավաթ անվանումով բասկամարտի առաջնություն է անցկացվել, առաջնության հաղթողները դրամական պարգևներ են ստացել։ Իր պատվին կազմակերպված միջոցառմանը ներկա է եղել նաև մարզպետը։ Փաստորեն Փաշինյանն իշխանական հիերարխիայում ոչ է թելադրում, նկատում է թերթը, շարունակելով նա մորուք է պահում, բոլորը մորուսավոր են դառնում, կեպի է դնում, բոլորն են դնում, վարչապետի գավաթ մրցաշար է անցկացնում, հիմա էլ դա է թրենդային դարձել։ Երևանի քաղաքապետարանի գավաթ են կազմակերպում, Սյունիքում մարզպետի գավաթ, թերթին ասել են, որ մարզպետի գավաթ մրցաշարն անցկացնելու առաջարկը Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանինն է եղել։ Մեկ այլ հոդվածում հրապարակը գրում է նախորդին ուշ երեկոյան աշխատանքից ազատման դիմում էր գրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը 3 ՍԱՏՄ խոսնակը լուրը հաստատել է։ Դանիելյանը մոտ կես տարի է աշխատել, ղեկավար է նշանակվել 24 դեկտեմբերին, նա վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է։ ՍԱՏՄ-ում կարծում են, որ այս տանդեմն է քանդել նախորդ պետերի ոտքի տակը ու ամեն ինչ արել, որ Դանիելյանը նշանակվի։ Թերթի աղբյուրները նշում են, որ ազատման պատճառը կառույցում իրավական ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումներն են եղել։